Սիրելի կույսեր, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով ողջույն։ Այսօր դեկտեմբերի 26-ի մորացույցով Վեներայի օրը, Վեներան, որ ձեր նշանում գտնվում է ինքը ուրեմն անկման մեջ եւ դուք պիտի այստեղ պահանջում է, որ հավանաբար հարաբերությունները փորձեք կարգավորել, այդ հնարավորությունը ձեզ կտրվի եւ ինչևէ ես այսօր կներկայացնեմ հունվարի 2026 թվականի հունվար ամսվա համար կանխատեսումը եւ տեսնենք թե մոլորակների դասավորությունը ինչ փոփոխություններ իրադարձություններ կբերեն ձեր կյանք եւ այսպես այս կանխատեսումը վերաբերում է բոլորին ում ասցենդենտի նշանն է կույս, որպեսզի իմանաք ձեր ասցենդենտի նշանը, պետք է իմանաք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը եւ բոլոր նրանց ուրեմն ում ասցենդենտի նշանը կույսը եւ բոլոր նրանց ում արևն է գտնվում կույսի նշանում։ Ահա, եւ հիմա մենք հունվարին ունենք լիալուսին, նորալուսին եւ ես ընդհանրապես հունվարը բաժանել եմ երկու հատվածի, առաջին եւ արդեն երկրորդ հատվածը, կեսը 15-ից հետո, երբ մոլորակները Վեներան, Մերկուրին, Մարսը, արևը իրենք այդպես միանգամից կմտնեն ջրհոսի նշան, դա ձեր 6-րդ տունն է եւ իհարկե Նեպտունը կփոխի իր նշանը, այլևս այստեղ եթե որոշակի գիտեք անկանոն էր, հա, հարաբերությունները գործնական, անձնական, հիմա արդեն դուրս կգա մոլորակը եւ ինչ որ առումով այդ հարցերում պարզաբանումներ կլինեն, կավարտվի եւ այստեղ արդեն ձեր ֆինանսական հարցերն են, որքանով անկանխատեսելի կլինեն, ինչպեսին կլինի գործը, ինչ ֆինանսներ կգան, ֆինանսներ կծախսվեն, այստեղ ինքը ֆինանսների տանն է տեղավորվելու եւ արդեն նշեմ, որ ինքը մինչեւ ուրեմն հունվարի 26-ին կմտնի խոյի նշան, մինչեւ 26 թվականի մինչեւ 39 թվականը ինքը մնալու է ձեր ֆինանսների տանը եւ արդեն կոնկրետ ինչ որ մի ժամանակահատվածում կարող է ձեզ համար լավ լինել, ըստ ձեր անձնական քարտեզից ձեր մոլորակների դասավորության եւ ինչ որ մի ժամանակ ոչ այդքան լավ։ Սա ուրեմն Նեպտունի մասին եւ հիմա լիալուսինը հունվարի 3-ին իդեպ մոռացա նշել, որ դուք ուրեմն 10-րդ տեղից շարժվել եք 9-րդ տեղ, սա կարևոր է։ Սիրելի կույսեր, մեկ նշան շարժվել եք առաջ։ Եվ այսպես լիալուսինը հունվարի 3-ին Հայաստանի ժամանակով 14:02:43 արևև լուսինը կհակադրվեն Խեցգետնի նշանում 14 աստիճանում է գտնվելու լուսինը Խեցգետնի նշանում, դա ձեզ համար շատ լավ առանցք է եւ իհարկե նորալուսինն էլ տեղի կունենա, միանգամից ներկայացնեմ հունվարի 18-ին ժամը Հայաստան ժամանակով 23:51:47 արևև լուսինը կմիավորվեն 29 աստիճանում այծեղ ջուրի նշանում, դա ասեմ, որ շատ բարվոք վիճակ է ձեզ համար եւ լիալուսինը եւ նորալուսինը, եթե ուրեմն նախ ասեմ մինչև այդ եթեին հասնելը, ասեմ, որ լիալուսինը կարող է դա կապված լիներ, գիտեք, ձեր ընկերների հետ կապված, գաղափարակիցների հետ կապված, միգուցե ինչ որ աշխատանք են առաջարկում, ինչ որ այդպես հետաքրքիր պայմաններ են կամ ուրիշ այլ իրադարձություններ են լինում, նոր միջավայրում եք միգուցե հայտնվում նոր գործընկերներ եւ այլն, այսպեսի իրավիճակ կլինի եւ ձեզ համար արդեն մինչեւ հունվարի 3-ը դա պարզ է լինելու, թե ինչ փոփոխություն կլինի եւ իհարկե նորալուսին արդեն այստեղ դուք կենտրոնանաք ձեր ապագայի հետ կապված, կարծես թե նոր սկիզբ եք ուզում սկսել, բայց նշեմ, որ ձեզ համար 26 թվականի եւս ճակատագրական է լինելու, որոշակի դժվարություններ կլինեն, այդպես հեշտ չի լինի, սա է գիտություն, բայց հունվարը ինքը հարմար ժամանակահատված է եւ դուք այդ հնարավորությունից պետք է օգտվեք, որովհետեւ մոլորակները, որ կհավաքվեն այծեղ ջուրի նշանում, սիրելի կույսեր, եթե դուք ձեր նշանում ունեք մոլորակներ, բնականաբար ձեզ համար շատ լավ է կամ ձեր ասցենդենտի նշանն է կույս եւ այդտեղ ունեք մոլորակներ, դա իհարկե շատ լավ է եւ ուրեմն նաեւ այն կույսերի համար, ովքեր կարիճի նշանում, ձկան նշանում
ցուլի նշանում եւ հենց ձեր նշանում ասացի արդեն դուք ունեք մոլորակներ ձեզ համար 6-ը 7-ը 8-ը 9 մասնավորապես կլինի շատ լավ հատկապես եթե ձեր մոլորակները 13-ից 15-ից մինչև 30 աստիճան են տեղավորված, որտեղ յուրաքանչյուր նշան ինքը 30 աստիճանից է կազմված։ Եվ եթե դուք այստեղ մոլորակ ունեք, ուրեմն ձեզ համար շատ լավ հաջողություններ կլինեն ձեր, ասենք, կարիերայի հարցում, ոմանց մոտ իրենց սիրո հարցում, միգուցե ամուսնության առաջարկ ստանան, միգուցե երեխա ունենան եւ նաեւ հնարավոր է որ ուրեմն այստեղ նրանք արդեն ովքեր երեխա ունեն, այստեղ մեկ այլ հարց էլի կապված երեխայի հետ եւ երեխա ունենան եւ պարզապես երեխայի հետ կապված մեկ շատ էլի կարեւոր հարցեր կարողանան կարգավորեն։ Այնպես որ իսնանք ովքեր երեխա չունեն, իրենց բիզնեսը կարող է հաջողվել։ Եվ այն եթեն կամ բայցը որ կա, դա վերաբերում է հետեւյալ թեմային, որ կարող եք դուք լինել ուրեմն կույս, բայց այդտեղ ունենաք միայն արևը։ Արևի նշանով կույսերը եւ ասենք մոլորակները տեղավորված լինեն, ասենք կշեռքի նշանում։ Այս դեպքում ես ձեզ լավ բան չեմ կարող խոստանալ, ընդհակառակը որոշակի լարվածություն կարող է լինել, այստեղ ֆինանսական հարցեր կարող են լինել, առողջական հարցեր եւս կարող են լինել, սիրելի կույսեր կամ եթե խոյի նշանում, խեցգետնի նշանում ունեք մոլորակներ, ուրեմն դժվար կլինի, այնպես որ դուք բոլոր հարցերը միշտ փորձում եք լուծում տալ առանց էմոցիաների եւ այս անգամ եւս փորձեք հասկանալ թե ձեր մոլորակները ուրեմն նայել քարտեզում ինտերնետում կարող եք տեղավորել աստրալագիչսկայ կարտը գրեք եւ ինքը կբերի քարտեզը կամ սոցիս on-line եւ այնտեղ դուք տեղադրելով ձեր տվյալները կարող եք իմանալ գոնե տեսնել թե տները չեք իմանա որտեղ ճշգրիտ ժամը պիտի իմանաք եւ ասենք մոլորակների ինչպես են որ նշաններում են դասավորված գոնե սա կարող եք իմանալ եւ հասկանալ դուք 13-ից մինչեւ 30 աստիճանը մոլորակ ունեք նշածս ուրեմն նշաններում ուրեմն կլինի ամեն ինչ հաջող այսինքն եթե դուք ունեք կույսեք եւ ունեք կարիճի նշանում նորից եմ կրկնում կարիճի նշանում ձկան նշանում ձեր նշանում հենց եւ ցուլի նշանում եթե ունեք մոլորակներ ուրեմն ձեզ համար շատ լավ կլինի առաջի հատվածը իսկ եթե ձեր մոլորակները տեղավորված են կշեռքի նշանում ուրեմն նկարիչներ սա կշեռք խեցգետին խոյ ուրեմն ձեզ համար կլինեն որոշակի դժվարություններ սա ուրեմն իմացեք եւ օգտվեք այդ հնարավորությունից, որովհետև առաջ անցնելով ասեմ, որ դուք պետք է ուշադրություն դարձնեք, թե ինչ իրադարձություններ կկատարվեն, որովհետև մենք մարտի սկզբին, իհարկե եթե ասեմ մարտի սկզբին, ուրեմն փետրվարի, հունվարի արդեն երկրորդ կեսը կամ փետրվարից, արդեն դա կսկսվի, այստեղ ձեզ համար դժվար է լինելու, սա նկատի ունեցեք, այսինքն ուշադրություն դարձեք, թե հիմա ինչ է լինում, արեք մաքսիմալը, որովհետև հետո արդյունքը ձեզ կարող է չգոհացնել, որովհետև արդեն մարտի 3-ին տեղի կունենա ամբողջական լուսնի խավարումը դա լինելու է հենց ձեր նշանում եւ պարտների հետ կապված միգուցե որոշ հարցեր պարտներ ցանկացած երկրորդ անձնավորության հետ կապված կարող են թե անձնական կյանքում ձեր ընտանիքում թե ուրեմն գործին վերաբերող կարող է դա ձեզ չգոհացնել իհարկե շատ հարաբերական է ոմանք կարող են դժվար գործերից դժվարություններից ազատվել արդեն մարտի սկզբին իսկ ոմանք այստեղ ոչ թե վատից ազատվեն, այլ ինչ որ լավ իրադարձություն, որ սպասում էին լավ կլինի եւ ինքը չունենա այդ լավ հանգուցալուծումը, դա ձեր անձնական քարտեզը ցույց կտա։ Ես նախապես ասեմ, որովհետեւ դա արդեն ինքը պայմանավորված է հունվար ամսով։ Ուշադիր եղեք։ Սա այսպես եւ հիմա անցնեմ առաջ հունվարի 17-ին Վեներան կմտնի ջրհոսի նշան միջև փետրվարի 10-ը, 20-ին արև եւ Մերկուրին միասին կմտնեն ջրհոսի նշան, իսկ 23-ին Մարսը կմտնի ջրհոսի նշան։ Բոլորը այդպես կտեղավորվեն ուրեմն ջրհոսի նշանում եւ տեսեք ոմանք
Այստեղ ինչ որ մի, ասենք, պատվեր ծանր աշխատանք, որ դու կարող եք այդ աշխատանքից ազատվել, վերջին գործողություններն են անեք, պահանջվում է դա եւ դրանից ազատվեք։ Այստեղ ոմանց մոտ հնարավոր աշխատանքի փոփոխություն լինի երկրորդ կեսին փոխեն իրենց աշխատանքը, ազատվեն կամ փոխեն աշխատանքը, նորից եմ կրկնում, այստեղ պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, ոմանք հնարավոր է ընդհակառակը նոր աշխատանք փոփոխություն լինի եւ գործերը լավ ավարտ ունենան, ոմանց մոտ էլի ձեր անձնական քարտեզով այստեղ առողջական խնդիրներ առաջանան, բոլոր դեպքերում ուշադրություն ենք դարձնում առողջական վիճակին, ասցենդենտով կույսեր հիմնականում այսպես երևի թե այսքանով ավարտեմ, ես կարծում եմ կարևոր իրադարձությունները ձեզ փոխանցեցի, սիրելի կույսեր, այս հունվարի առաջի կեսը, եթե նշած նշաններում դուք ունեք, որը մոլորակներ, օգտվեք մաքսիմալ, որովհետև արդեն գիտեք, ես արդեն ասում եմ 25 թվականից, որ 25 և 26 թվականը կույսերի համար դժվար է լինելու և իհարկե ցանկալի է, որ ճիշտ քայլեր անեք, որտեղ տեսեք խորհրդակցության ճիշտ կլինի դիմեն կույսերը, երկվորյակները, ձկները եւ աղեղնավորները կամ ում ասցենդենտի նշանն են թվարկածս նշանները, հա, հիմնականում իրանց է պետք խորհրդակցությունը եւ այդ մարդիկ որպեսզի կողմնորոշվեն, որտեղ այստեղ կարող են իրենք ինչ որ վատ իրադարձություններից ազատվել կամ ընդհակառակը ինչ որ ակնկալիքներ ունեն, որ դի լավ լինի, բայց այդ ամեն ինչը հոց է ցնդում եւ իրենք կորցնում են, որտեվ այսպես թե այնպես մեծ հաշվով կույսերն են կորցնում ավելի շատ ի տարբերություն ասենք ձկների իհարկե երկվորյակներ եւ աղեղնավորներ եւս ունեն մենք կորուստներ, ինչ որ մի բան կորցնում են, ինչ որ իր կամ ավելի մեծ մի բան, այդպես դա ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս եւ նայած ինչ ժամանակահատվածում այդ 2 տարիների ընթացքում սա ի գիտություն ձեզ իսես այսքանով ավարտեմ գրեք ձեր տպավորությունների մասին չմոռանամ շնորհավորել ձեզ նաեւ ամանորի կապակցությամբ, որտեղ բոլորդ նշում եք, մոտենում ենք ամանորին, դեկտեմբերի 26-ն է քիչ մնաց, ես չեմ նշում, իսկ դուք նշում եք եւ ես ձեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին սիրելի կույսեր եւ ամենամեծ ցանկությունս, որ դուք կորցնելիս ուրեմն այն հոգսերը, որ ձեզ մոտ առաջացել են, այն դժվարությունները, այդ դժվարություններից ուղղակի ազատվեք։ Այս եմ ձեզ ցանկանում եւ թող վատը որ պիտի լինի, որտեղ եւ լավ եւ վատ իրադարձություններ լինելու, վատը թող դա լինի, որ դուք այդ դրանից ինչ որ ձեզանից պիտի գնա, թող այդ վատը ձեզանից հեռանա։ Այդ եմ ձեզ ցանկանում, սիրելի կույսեր, ամենալավն ու բարին ձեր ցանկությունները թող կատարվեն, եղեք առողջ եւ երջանիկ, այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս, դուք չմոռանաք գրել մեկնաբանություններում ինչ փոփոխություններ եղան, օգտակար եղան արդյոք այդ ուրեմն խորհուրդները եւ չմոռանաք լայքել։ Մարդիկ ուղղակի ալարում են, զլանում են լայքելուց, չէ՞ որ դուք դրանով շնորհակալություն եք հայտնում այն ինֆորմացիայի համար, այն աշխատանքի համար, որ ես ուրեմն ներկայացնում եմ ձեզ։ Այսքանը լավ եղեք, կհանդիպենք առայժմ։